Ողջույն բարեկամներ, միջև հիմնական նորությունների անցնելը ես ուզում եմ ծանոթացնել մեր շարժման սկզբին և հայտարարությանը։ Ինչպես հիշում եք, ես խոսացել էի, որ միջև ընտրությունների օրը ես ամեն ինչ անել եմ օգնելու համար այն թեկնածուներին, որոնք պայքար են հայտարարել Փաշինյանի ռեժիմի դեմ։ Եվ ասել էի, որ ամսի 8-ից ես սկսելու եմ նախաձեռնել այլ շարժում, որը հետագայում պետք է տա բոլոր հարցերի պատասխանը։ Եվ այսպես ինքնաճանաչում շարժման մանիֆեստ։ Սա հասարակական քաղաքական շարժում է, որի մասին ես ձեզ արդեն ուզում եմ տեղեկացնել։ Մենք հայտարարում ենք, Հայաստանի քաղաքական կյանքը չի կարող շարունակվել հին ձևով։ Մենք տեսել ենք, թե ինչպես են քաղաքական ուժեր ծնվում ընտրություններից առաջ եւ անհետանում ընտրություններից հետո։ Մենք տեսել ենք, թե ինչպես է մարդկանց վստահությունը փոխարինվում ձայների հաշվարկով։ Մենք դա մերժում ենք։ Քաղաքականությունը չի կարող լինել միայն ընտրության օրը։ Քաղաքականությունը պետք է լինի ամենօրյա պատասխանատվություն։ Մենք հայտարարում ենք, ինքնաճանաչում շարժումը գործում է ամեն օր, ոչ թե ընտրությունների համար, այլ պետականաշինության համար, ոչ թե իշխանության հասնելու համար, այլ ինքնաճանաչման միջոցով, անցած հասարակության միջոցով իշխանություն ձևավորման համար։ Այո, այստեղ բանալի բառը ինքնաճանաչում։ Ինքնաճանաչում անցած մարդը միայն կարող է կառավարություն եւ հասարակություն ձևավորել, ըստ իր ճաշակի։ Մենք առաջնային խնդիր ենք դնում հայ մարդու անհատի զարգացման մեջ, ազգային արժեհամակարգի վերակարգման մեջ եւ արդյունքում ուժեղ հիմքից առողջ պետականաշինության մեջ։ Մենք հասկանում ենք, աշխարհը փոխվում է արագ եւ անկախ մեր կամքից ձևավորվում են նոր աշխարհակաղակական ուժեր, նոր կենտրոններ եւ նոր մարտահրավերներ։ Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում չեն բացառվում անկախատեսելի եւ կտրուկ փոփոխություններ, որոնք ցանկալի պահի կարող են բերել արտահերթ ընտրությունների։ Հենց սա է պատճառը, որ ես սրա մասին այսօր եմ հայտարարում։ Եվ միայն այն շարժումը, որ գործում է ամեն օր անկախ ընտրություններից, կարող է պատրաստ լինել ցանկացած անակնկալի։ Մենք կառուցում ենք այլ քաղաքականություն, մենք չենք նշանակելու առաջնորդներ վերևից։ Մենք չենք պարտադրելու թեկնածուներ, թեկնածուներին եւ ղեկավար կազմին առաջարկում եւ ընտրում եք դուք ռեյտինգային քվեարկության միջոցով։ Ես Վարդան Հակոբյանս ստանձնում եմ շարժման պատասխանատուի դերը։ Հետագայում անհրաժեշտության դեպքում ինքնաճանաչում շարժման վարչապետի թեկնածուն կառաջադրվի շարժման անդամների առաջարկների եւ քվեարկության միջոցով։ Սա է մեր ժողովրդավարությունը, սա է մեր անձնական պատասխանատվությունը։ Մենք չենք բաժանում, մենք միավորում ենք։ Մենք մեր հաջողությունը պայմանավորվում ենք համագործակցությամբ, ոչ թե կոնֆլիկտներով եւ մրցակցությամբ։ Մենք որպես հարթակ աջակցել եւ աջակցում ենք ՀՀ պետականության խնդիրների լուծմանը նվիրված ցանկացած ուժի կամ տեխնացուի։ Մենք ակնկալում ենք փոխադարձ վստահություն եւ համագործակցություն։ Մենք դառնալու ենք այն կապող օղակը, որ կստեղծի ավելի մեծ եւ ուժեղ միասնական հարթակ։ Մենք հավատում ենք միայն ինքնաճանաչված մարդը կարող է լինել ազատ, արդար, հայրենատեր եւ պատասխանատու։ Միայն այնպիսի հասարակությունը կարող է կառուցել արժանապատիվ, անկախ եւ հզոր պետականություն։ Ինքնաճանաչված հայը պարտավոր է լինել պետականակերտ, դրանք հոմանիշներ են։ Սա պարզապես շարժում չէ, սա երկար ճանապարհ է, սա ամենօրյա աշխատանք է, սա դեպի վերածնունդ տանող ծանր, բայց անհրաժեշտ ճանապարհ է, որ անցնելուց հետո կունենանք մեր իղձերը իրականացնող Հայաստանը։ Ժամանակը չի սպասում, մենք արդեն ունեցել ենք ծանր կորուստներ, որոնք կարող էին չլինել, եթե անկախ պետականի, անկախ Հայաստանի կառավարիչները նպատակ ունենային կերտել հայրենապաշտ քաղաքացի, որը չէր ընդունի առաջարկված նվաստացումները եւ կապստամբեր դրա դեմ սասունցի դավթի պես։ Շուտով կառաջարկենք շարժմանը միանալու եւ անդամագրվելու համար ինտերնետ կայք, որը կլինի նաեւ հետադարձ կապի եւ մտքերի գերազանցման համար անհրաժեշտ հարթակ։ Պետք է ասել, որ շարժման համար հայեցակարգի մշակումը ես արդեն վաղուց սկսել եմ, ընթացքի մեջ է, ես հրավիրում եմ բոլոր մասնագետներին օգնելու, օգտակար լինելու, միասին գեներացնելու այն խնդիրների լուծման բանաձևերը, որը մենք այսօր ունենք։ Շատ բաների վրա աշխատած է, բայց մի խելքը լավ է, 10
շատ ավելի լավ։ Ես վստահում եմ մեր աջակիցների, ես վստահում եմ այն փայլուն մտքիդ այդ մարդկանց, որոնք իրենց հերթին ամեն մեկը ունի իր պատկերացումները եւ արդեն իսկ կատարած աշխատանքները։ Այն պահից, երբ կայքը պատրաստ եղավ, ես կհրապարակեմ եւ մենք արդեն կանցնենք լիարժեք աշխատանքի։ Մի բան պետքա հստակ լինի։ Մենք պետքա տանք բոլոր հարցերի պատասխանները, որ հաջորդ ընտրություններին ոչ մեկի մոտ չառաջանա ոչ մի հարց։ Ով է լինել։ Իսկ ում վստահել։ Իսկ մենք դա կարող ենք կերտել, մենք դա կարող ենք ստեղծել։ Փառք Աստծո, հայոց արգանդը չի չորացել։ Մեզ փորձում են համոզել, որ վատին փոխարինող չկա։ Այսօր մեկը գրել է, ես ընտրել եմ Նիկոլ Փաշինյանին որպես վատի վատագույնների մեջ։ Սա քաղաքական իմաստով սա դատավճիռ էր այսօրվա քաղաքական ներկապանակի համար։ Ես չեմ կարող վիճել, իհարկե ես չեմ կարող համաձայնել, որ ինքը ամենալավն էր վատերի մեջ, բայց այս մոլոդությունը պետք է փոխվի։ Եվ ես եւ դուք պետք է ամեն ինչ անենք միասին դա վերացնելու։ Իսկ առավել մանրամասներ մեր հայեցակարգերի մասին արդեն կա տեղադրված Patreon-ում, եթե բաժանորդագրված չեք, իմ Patreon-ում խնդրեմ համեցեք, բաժանորդագրվեք, սա կլինի ձեր օգնությունը, աջակցությունը եւ ալիքին եւ շարժմանը։ Քանի որ դեռ կայք չկա, ես տեղադրում եմ որոշակի մանրամասներ քննարկման Patreon էջում։ Իսկ ովքեր ուզում են ընդհանրապես մեկ անգամյա նվիրատվություններով օգտակար լինել ալիքին, բոլոր հնարավոր տարբերակները կա, դուք կարող եք այդ ձև բերել ձեր նպաստը մեր ընդհանուր գործին։ Ուզում եմ սկսել մեծ Անդրանիկի խոսքերով, որ ասում է դավաճանը նա է, ով չի սթափվում, դավաճանը նա է, ով չի լսում հրահանգներ, ով չի տեսնում պաշտելի նահատակների ստվերը։ Ես վստահ եմ, որ այս խոսքերից հետո, ինչպես իմ բոլոր ստատուսներում, կգտնվեն Նիկոլի ֆեյքեր, որ հիմա էլ կհայհոյեն Անդրանիկ Զորավարին, իրենց համար միևնույնն է, ով է դավաճան հաշվում չսթափվողներին, հա, նահատակների ստվերները առհամարողին, ես հասկանում եմ, բայց իրանք պետքա սովորեն դրան, որ իրենց տարբեր կալիբրի մարդկանց, ինձանից սկսած մինչև Նժդե, ասում են դուք դավաճաններ եք։ Ու սա վիրավորական որպես խոսք չի, սա փաստի արձանագրում է, որովհետև ցանկացած մեկը, որ աջակցում է հանցագործին, որը էլի ճաշակի հարց չի, սա իրավական ձևակերպում է։ Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, հանցագործը Հայաստանի օրենսգրքի, Հայաստանի սահմանադրության առաջ։ Ինքը դառնում է հանցագիծ։ Եվ այսպես անցնենք առաջ։ Ես այսօր մի հատ բան կարդացի, ուզում եմ սանով սկսել։ Խնդրեմ նայեք։ 8 անչափահաս երեխա։ Սննդազուրկ են, ժողովուրդ։ 3 տարեկան փոքրիկը սննդազրկության պատճառով չի կարողանում հիվանդությունից ապահովվել։ Սա մի երկրում, որտեղ վարչապետը ինքնին 21 միլիոն թե 18 միլիոն ինքնապատկերացրում է տարվա վերջ։ Նախարարներին 7 միլիոն, 6 միլիոն, 8 միլիոն։ Պարգևատրումն է սա մենակ։ Իսկ այս երկրում մենք ունենք 8 անչափահաս երեխա, որոնք սննդազուրկ են, իսկ փոքրիկը ուղղակի չի կարողանում լավանալ, որտեղ սնունդ չի կարողանում։ Ես ուղղակի հաշվեհամարը կարդամ 90511913393508 աղջկա համարն է, սա քարտի համարն է, դեռ կա նաև եւ ռուսեն ագրած Ս եւ B այս թվերն են։ Իսկ հեռախոսահամարն է, որոնք կարող են կապնվել 093 76 31 65։ Գիտեք ինչի սանով սկսեցի։
այս ամպլիտուդան, սա բարոյական պատկերն է Փաշինյանի Նիկոլի, հասկանում եք, բարոյական նկատագիրն է, որին աջակցողները նույն բարոյական դաշտից են, որի դեմ բողոքողներին հայհոյողները էլի նույն բարոյական դաշտից են։ Ես այս բան եմ անում, սահմանում եմ, որ հարց տամ, դու ձեզ մարդ համարում եք, ինձ մի պատասխանեք, կանգնեք հայլու առաջ, ասեք, որ սա ինձ համար ընդունելի է, ես դրա համար էլ աջակցում եմ եւ բողոքողներն էլ հայհոյում եմ։ Իմ հետ դու գործ չունեք։ Կանգնեք հայլու առաջ եւ ինքներդ ձեզ սանով պատասխանեք։ Եթե կարող եք։ Ոչ մեկը ինձ հաշվետու չի, որովհետեւ դրանով իմ մոտ ոչ մի բան չի փոխվելու։ Իմ վերաբերմունքը ձեր նկատմամբ մնալու է այնպես, ինչպես որ կար։ Ուղղակի դուք ձերդ մի քիչ զրուցեք։ Այսօր ամերիկյան Թրամփ, ամերիկյան Նիկոլը շնորհավորել է օրիգինալ Նիկոլին։ Չի էլ սпасել արդյունքների հրապարակմանը, մի խոսքով ճանաչում է Փաշինյան Նիկոլի իշխանությունը, սենց ասեք, հա։ Այսօր մեկը գրել էր ինձ, չէ՞ որ Եվրո դիտորդներից արձանագրել էին, որ սա կրիմինալ, սա հանցագործ ընտրություն է, որոնք ուղեկցվել են հանցագործություններով։ Արդյոք սա բան չի, հա, չափանիշ չի, որ չընդունվի սա իշխանությունը։ Ես էլ ասեցի, գիտեք ինչ, այո, չափանիշ է, եթե իրենց օբյեկտիվ իրականությունն է պետք, բայց քանի որ կա այնտեղ նաև Ուրսուլա ֆոն դեր Լայն, որը միանգամից շնորհավորում է Փաշինյան Նիկոլին եւ ոչ միայն ինքը, դեպի նախագահն է։ Դե տեսեք Եվրոմիության նախագահ Դոնալդ Թրամփ, սա ինձ ու իմ նմաններին գիտեք ինչի է բերում։ Նախ են համոզման, որ չկա այլևս համաշխարհային աշխարհակարգ, չկա նախկին Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա, ուստի այն խոսակցությունները գնալ ԱՄՆ-ի ուղղությամբ, Եվրոպայի ուղղությամբ դառնում է ուղղակի զավեշտալի։ Դա չի նշանակում, թե ինստիտուտները չկան, ինստիտուտները կան, բայց այսօր այդ ինստիտուտները գտնվում են կրիմինալի ձեռքում։ Որովհետև օրինակ Լեմկինի ինստիտուտը, ես ձեզ ուղղակի ցույց տամ, ես սա մասին կարդացի ձեզ։ Կարդացի, չէ, ես հենց ընտրություններից առաջ էր, ես ձեզ ցույց տամ ուղղակի։ Այսօր ինչի հիշեցի, որովհետև Հրաչյա Արզումանյանը այսօր է սրա մասին թարմացրել։ Լեմկինի ինստիտուտը, ինչպես այդ զեկուցող տիկինը Եվրոմիությունից, նույնպես արձանագրել է բոլոր այն հանցագործությունները, որոնք Փաշինյան Նիկոլը իրականացրել է փաստացի։ Որը ասում է արդեն պետական պրակտիկա է, հա, որ ցենզուրայի տակ են դնում բոլոր պետական հիմնարկները, մեդիաները, ճնշման եւ ուսումնական հաստատությունները ցենզուրայի տակ, այսինքն չկա դեմոկրատիա, չկա խոսքի ազատություն եւ նրանք բոլորը պրեսինգի տակ են, հա։ Որ դիսկրիմինացիա է Հայաստանում արցախցիների նկատմամբ, ցուցադրվող ընդրում դիսկրիմինացիա, հա, որ ադրբեջանական օկուպացիայի արդյունքում ճնշում է գործադրվում հայ նկատմամբ եւ այլն եւ այլն։ Ես այս ամեն ինչի նաեւ ուզում եմ ավելացնել անպայման այն խոսույթը, որ Փաշինյան Նիկոլը ուներ ժողովրդի հետ, որին աբեկում էր պատերազմով։ Եթե դուք ինձ չընտրեք, դուք այջունահեղ պատերազմ եք ստանալու, ընդ որում ոչ թե դուք ինձ պետք է տաք իշխանություն, դուք ինձ պետք է տաք սահմանադրական մեծամասնություն, որից ինքը զրկված է արդեն, որտեղ եթե դուք չտաք, այջունահեղ պատերազմ լինելու։ Հիմա ըստ միջազգային բոլոր օրենքների, ցանկացած նույնիսկ պայմանագիր, որը կնքվում է, հա, եւ դա վիճարկվում է միջազգային դատարանի սահմաններում, եթե այդ պայմանագիրը, այդ հայտարարությունը կատարվել է սպառնալիքների, ուժի, հա, տակ, դրանք համարվում են անվավեր։ Պայմանագրերը նույնիսկ միջազգային են։ Իսկ այսօր այդ ցիվիլիզացիայի ներկայացուցիչները այն սպառնալիքները, պատերազմի սպառնալիքները, որը Հայաստանի վարչապետը թափում են ժողովրդի գլխին սպառնալով, եթե դուք իրենց այն չտաք, դուք այժունահեղ պատերազմ եք տանելու։ Իսկ վստահ եղեք, շատերի վրա սա ազդել է։ Ինձ գրում են, բախից եմ տվել, որ պատերազմ չլինի։ Գրում են, աշխատել է դա ինչ-որ մի մասի վրա։ Ու այս միջոցով ձայները ստացած տեխնացում պետք է համարվի լեգիտիմ,
Եթե սա է Եվրոպան, ես Եվրոպայի հետ կապ չունեմ, ես ամեն օր դա շեշտում եմ ու շեշտելու եմ։ Սա չի Եվրոպան եւ ես այդ Եվրոպայի հետ ոչ մի ընդհանուր բան չեմ ուզում եւ չեմ կարող ունենալ։ Ես որպես մարդ, որպես երաժիշտ, որպես այդ արժեքների կրող ես ասում եմ, այն Եվրոպան, որ հիմա կա, ինքը շեղված է այն արժեքներից, որը հենց մեր պատկերացումների մեջ եվրոպական է։ Եվ մեր շարժում այդ արժեքները պետք է ստեղծի Հայաստանում առանց մտածելու, որ ինքը պետք է գնա Եվրոպա թե չէ։ Ոչ, Եվրոպան պետք է գա արդեն Հայաստան, որտեղ ինքն է արդեն հրաժարվել այդ արժեքներից։ Ինքն է թույլ տալիս եւ ճանաչում ընտրություններ, որոնք օրենքով արգելված մեթոդներով են գործում։ Օրենքով արգելված է սպառնալիքներով մարդկանցից ձայներ կորզել, եւ եթե դու կորզել ես նույնիսկ թեկուզ պայմանագիր սորավություն, դա անվավել է, իսկ իրանք դա լեգիտիմացնում են։ Եվ Ամերիկան, եւ Եվրոպան, եւ ինչքան էլ ոստեղ տարօրինակ լինի, իմ ձեր կողմից չսիրած Ռուսաստանը դեռ չի վավերացրել։ Բնավ նրա համար, որ դա եղել է սպառնալիքների տակ, բայց փաստ այս պարագայում Ռուսաստանը, քանի դեռ չի վավերացել այս հանցագործությունը, շատ ավելի ցիվիլ է արդեն, քան այն հանցագործները ամերիկյան Նիկոլն ու Ուրսուլա ֆոն դեր Լայն Եվրոպայի անունից, որ արդեն վավերացել են։ Իրենք վավերացել են հանցագործությունը։ Այն կազմակերպությունները, որոնք Եվրոպայի հետ տալիս առնում են, խնդրում եմ ձեզ եկուսները միած հիշեցեք, որ դուք տղաներ եւ աղջիկներ, դուք հանցակից եք դառել։ Դուք լեգիտիմացրել եք սպառնալիքներով ընտրությունը։ Դեպքում հանեք ընտրությունը, զորքերը մցրեք մարդկանց ընտրատեղամաս ու արեք։ Ինչ տարբերություն մարդուն դու մահով ես սպառնում որպես վարչապետ, որտեղ քո ձեռքի տակ է եւ ուժայինները, եւ ոստիկանություն, եւ բանակ, դու սպառնում ես, զենքերն էլ փողոցում դրած։ Ինչ տարբերություն դու ինձ ատրճանակի տակ ես տարել քվյաթերթիկ, թե ասել ես նախորդող չքվյակ ես քեզ սպանելու ենք։ Որն է։ Ու դա լեգիտիմացնողը պետք է իմ համար հեղինակություն լինի, բոլորովին ոչ։ Ու սա ինձ հետո ցանկացած քաղաքական գործիչ, որ սկսա խոսի եվրոպական արժեքների մասին, որ մեր տեղը, ինքը կամ տգետ է, կամ ինքը չի հետևում նորություններին, չնայած այս մարդ չկա, որ չի հետևի։ Ուղղակի դրանք հասկանալով հանդերձ, որ կարող է այդ խոսքերի համար ընդերից ինչ-որ թուլափայք գցեն, դա են օգտագործում, բայց իրականում այն ինչի մասին որ իրենք խոսում են, արդեն չկա, եւ այս ինտրուկցիոնները ճանաչելը դրա մասին է խոսում։ Գնանք առաջ։ Ընտրություն ասեցիք, մի տեսնգավ։ Նայեք ովքեր են կազմակերպել ընտրությունները եւ ով է նկարում այսօրվա թվերը։ Քաղաքացիական պայմանագրի մեջ ամենակարճահասակ մարդը, որ կողքինից են պուպուլիկին գիտեք, կներեք արտահայտության համար, բայց դե իր անունն է, ինչ ասել։ Կողքի կանգնած եթիմն է։ Ինչն է որոշում այսօրվա մեր ճակատագիրը։ Սա ընդամենը մի քանի ժամում, մի քանի տարածներում պարզված թվերն են։ Խախտումները գիտեք ինչի մոտարապես ինչքան է եղել այսօր մենակ 4000-ից ավել։ 4000-ից ավել։ Սա տոկոս է, որը հանվում է ԿՊ-ից։ Եվ ես շատ եմ զարմացած, ճիշտ ասած, ուժեղ Հայաստանի ղեկավարության վրա, որ ինքը ամեն օր միտինգ չի հրավիրում։ Ամեն օր միտինգ չի հրավիրում, որպեսզի հրապարակի այս փաստերը, ինքը կազմի իր Excel-ը, ինքը հայտարարի դրա մասին, օրեկան, որ ԿՊ-ից ինչքան ձեն պակասեց, որտեղ ինչքան ավելացավ, որ ինքն իր վերցնի իր վրա հաշվողի դերը եւ ցույց տա աշխարհին, որ ամերիկյան Նիկոլ կամ Ուրսուլա ֆոն դեր Լայն, որի վրա քրեական գործ կա 53 միլիարդ եվրոյի խաբեության համար 20 թվականից։ Նա հանցագործ է, նա սիոնիստ հանցագործ է, որ ինքը չի կանգնում հրապարակում, այս ամեն ինչը հայտարարի, որ սրանք դողան, ասեն, այս ինչ ենք արել մենք, այս ինչի մեջ ենք մտել մենք, այսում հանցագործություններն ենք մենք վավերացնում։ Չգիտեմ ուժեղ ոչ ուժեղ Հայաստան։ Ես հասկանում եմ, որ դուք շատ բազմաշերտ եք։ Ես չգիտեմ ձեր մոտ ովքեր են որոշումների վրա ազդում, բայց ես ակնհայտորեն պետք է ազդեմ։ Ասեմ մի բան։ Ձեր շարքերում կան մարդիկ, որոնք ամեն ինչ անում են, որ դուք ուղղակի տապալվեք։
ուղղակի ոչ թե դուք տապալվեք, Նիկոլը անցնի խորհրդարան ավելի լավ պայմաններով։ Որը ձեր տապալվելն է։ Իսկ եթե չեմ էլ ասում, եթե դուք հանգած մտակ պարլամենտ, էդի մի հատ ուրիշ խոսակցություն։ Սամվել Կարապետյան, ով ինձ քեզ խորհուրդ է տալի, ես չգիտեմ, բայց դու այդ խորհուրդ տվողներից դու կարող ես հասկանաս, ով ինչի համար է դա անում։ Եթե դուք միջև հիմա միտինգ չեք արել, իսկ մեկը ասում է դա իմաստ չունի, քո թշնամին է, մեր բոլորի թշնամին։ Եթե դու միջև այս ամեն ինչը ճնշում գործադրելու համար կենտրոնական նորվեգական հանձնաժողովի դուք եթերներ, մեծ երթեր, բաներ չեք արել, չեք հրապարակում on-line աշխարհի համար այս բոլոր հանցագործությունները մեկը ասում է ձեզ իմաստ չունի, բան չի տալու, ձեր թշնամին է։ Ես անուն ազգանուն չգիտեմ, դա հանգիստ ասում եմ։ Որտե չասի ինքը դա սիրում էր կամ չէ սիրում։ Ես երևույթի մասին եմ խոսում։ Դուք նայեք, ում եք թողել ձեր շրջապատ, որը ծառայում է Նիկոլին կամ Սերժին, որ մեջ տարբերություն չկա։ Հիմա կասեմ։ Ես ասել եմ ձեռքերս կկտրեմ, ձեռքերս կկտրեմ Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կտրում։ Այս պատկերն է։ Լրիվ այս պատկերն է։ Հիմա սպասում եմ Նիկոլ Փաշինյանը երբ է իր ձեռքերը կտրելու։ Մենք լսենք ոնց է հիմնավորում սա Նիկոլ Փաշինյանի ընկերը, որ քաղաքացիական պայմանագրից է։ Ու ինքը այս տխմարը որ որոշում է մեր բոլորի ճակատագիրը։ Ինքը պետք է հասկանա մի բան։ Ալենից ոչ մի այսօր ինքը դառնում է նույն հանցագործը, այսպես կանգնելու է նույն գծի վրա, ոնց որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Հա, դե քնչականի պետը Արտուրո Պողոսյանը, ոնց որ Փաշինյան Նիկոլը, Արաբաթը, Ալեն Միրզոյանը, այս եթիմին փոխանցեք, իմ խոսքերը փոխանցեք, ասես կտրեք, տարեք սրանք փոխանցեք, ասեք դու այսօր որոշում ես, դու ապրելու հնարավորություն ունես, ոչ թե Հայաստան, ընդհանրապես, թե այսօրվանից զրկում ես քեզ այդ հնարավորությունից, որովհետև այս կարգի ընտրություններ կեղծել տա Նիկոլին, այսօր դա հավասարազոր է, այն ինչ որ մինչև հիմա իրան կարել է։ Փոխանցեք սա։ Այդ լսենք ինչ ասում։ 5 եթե եղել է 5 տեղ սխալ մուտքագրում, այդ շտկվելու է այս փուլը կներեք, դրա համար չենք ասում ենք Դες հետևի աղջիկները ծիծաղում են բոլոր։ Ինքը հիմա խոսում է, մտածում է բոլորը իրենց ընտրողների եւ իրենց զոմբիների նման կներեք ես բառը չեմ սիրում, այդ ուրիշ բառ չկտանց ասելու էլի։ Իրենց անուղերների նման, չլավ, իրենց նախերի նման միապեջիջ։ Բայց այնպես խոսքի վրա նայեք հետևի կանգնած աղջիկը հայացքը։ Ու վստահ եղեք բոլորի մոտ է նույնը։ Ով էս խոսքը լսում է, սենց էս Հայաստան, բայց ինքը ինչ լոզությամբ է դա ասում։ Գիտեք ինչի։ Որտե վստահ է իրենց ընտրող նախերի վերաբերմունքի վրա։ Նախնական արդյունք չենք ասում, չէ՞, վերջնական արդյունքն է։ Հասկացում եք Հա, նախնական արդյունքն է, վերջնական արդյունքը չի։ Բա դու չէ՞ լար ասես, Փաշինյան Նիկոլ, դու իմ տեղը խի ես խոսում։ Ես էլ քեզ տվյալ չեմ տվել, 10% հաշվել են, դու արդեն գոռում ես աշխարհին։ Այն էլ ինչ դեմքով է գոռում։ Ես այս դեմքը ցույց տամ ձեզ։ Այս դեմքով։ Հələ նայեք։ Այս միջևա քանի օր անցել, արդեն 10-11-ը 4 օր։ Իրենք այս մտքերի մեջ ամեն մեկը կարա, ասենք, շաքար ստանա, քաղցկեղին գնի, ինֆարկտ ստանա, ու վստահ եք այս 4 օրը սրանց կյանքում մղձավանջ։ Գիտեք ինչի համար։ Իրանք չգիտեն վաղը ինչ ա լինել։ Այս ամեն ինչ ինչով ավարտել։ Այ հիմա ամեն մեկը իր մասով էդ ամաց։ Բա ինչ անեն մեր վերջը։ Ես ձեզ կարող եմ ասել, ես միշտ ասել եմ, բայց սա մեզ հետ կանադառնանք, հա, իրանց վերջը ինչ ա լինել։ ձայների փոշիացում է տեղի ունենում։ Հարգելից, երբ որ կա արձանագրությունը, ո՞նց է տեղի ունենում։ Կարեք ինձ ասեք, երբ որ կա արձանագրություն, որտեղ որ գրած է, որ այս քաղաքական ուժը այդ տեղամասում ստացել է այսքան ձայն։
Հիմի ասենք իրենք չհայտնաբերին, մեկը մեկ ուղղելու է։ Փաշինյանը ճնշումներ է գործադրել ձեր վրա, որպեսզի ես դա Լավ էլի։ Լավ էլի։ Դա դասա հորդասարավատ էս բան չեղե։ Ու այս ցուցակներ սխալ է, այս բան, էս է։ Դες ինչ արտանագություններ կա, էսա։ Սա ստուգածնա։ Սա ընդհանրապես մի քանի տեղամասը։ Ժորժան, որպեսզի մենք լուրջ ընկալենք ինչ կատարվում։ Ես ձեզ ասեմ։ Տեսնում եք թվերը 167, 82, 5, 125, 16, 136։ Գիտեք, եթե միջինը վերցնենք, միջինը թեկուզ 50 ձայնով 2000 ընտրատեղամասում դա 100,000 ձայն անում։ Մենդ հանեք 50 ձայն ինչ է ոսա կերծած չլի։ Թվերը նայեք 700, 162, 125, ես 50 եմ ասում նույնիսկ միջինը որ վերցնեին կերծվածների։ 50 100,000 ձայն անում։ Նշանակում արդեն Փաշինյան Նիկոլը չի անցնում խորոբան։ Չի անցնում։ Ինքը չի կարողանում մեծամասնություն վերցնի։ Նշանակում ինքը վարչապետը չի կարողանում ընտրել։ Նշանակում է սրանց դեմքի արտահայտությունը արդեն դառնում է ռեալ իրականություն։ Լրիվ գալիս ընկնում է տեղը։ Իրանք դա գիտեն, որ իրենց ունեցածը մաքսիմում կարողացել են գողանալ 30%։ Դա ասում եմ, դուք գող եք։ Գող Նիկոլ Փաշինյան, դուք բոլորդ։ Դուք մեզանից գողացաք ամեն ինչ։ Դուք ձայներն եք գողանում։ Դուք մեզանից գողացել եք մեր ժպիտը։ Կյանքեր, հայրենիք, մեր ապագան։ Հավատը մարդու նկատմամբ, հավատը հայերի մեջ մեկը մյուսի նկատմամբ։ Փորձում եք գողանալ հավատքը եկեղեցու նկատմամբ, հավատքը մարդու ինքնության նկատմամբ, մարդու արժեքի նկատմամբ հավատքը։ Դու գող եք, գող, Նիկոլ Փաշինյան, քո բառերով եմ ասում, դու սերնացու, գողացող կրիսի նման ես ապրել դու ամբողջ կյանքդ։ Այս դեմքդ սա է։ Ու դու շարունակում ես գողանալ։ Բյուջեից սկսած ինչ հնարավոր է, ինչ վատա դրած գողանում ես, ինչ հանդիսանում է մեր հիմքը, մեր ինքնության հիմքը, դու դա էլ ես ուզում գողանաս, որ դրանից էլ մեզ զրկես։ Որ ասում եմ դու, տականք, այս կողքին հետել է պտել, և ոչ մենիակ։ Ինչ է լինելու ձեր հետ, մենք խոսանք էլ դա մասին։ Իսկ հիմա գանք, ինչի մասին որ ես խոսացի։ Չեմ կարծում Փաշինյանը 3 ժամկետ են տրվում, նախորդ երկուսը եղել են արտահերթ։ Սերժ Սարգսյան։ Բացարձակապես նեղաճ։ Հա, չեղը։ Սա երրորդը չի, հաշվեք երկրորդն է։ Սերժիկ Սարգսյան։ Ես միշտ եմ ասել, որ ես ամեն ինչի կողքը կանգնած ես։ Դու ոչ մի պրոբլեմ չունես, մանավանդ, որ բոլոր ուժայինները հետ, բոլոր կադրերը հետ, սրա կողքն են, սրա համար են աշխատում։ Ընտիր ապրում են, ընտիր տեղավորվել են համակարգում։ Ես մի հատ էլ հիշացնեմ, որ իր ժամանակ, նայեք այս տեսանյութը։ Պարզվում է, որ համաշխարհային բանկով 17 թվականին Հայաստան մուտք է գործել Ադրբեջանից Բաքվից փոխանցում 7 միլիոն դոլար, 18 թվականին 211 միլիոն դոլար։ Հարց եմ տալի, որ Հայաստանի քաղաքացի, հարց եմ տալի, այդ փողերը ովքեր են ստացել։ Ացը, չգիտեմ, այն կառույցներ, որ պետք է, ովքեր է ստացել։ Ինչ են շարքում, մի հատ խնդրում եմ ստացիոց, ինչ են շարքում Ադրբեջանից։ Այդ նշանակում Ադրբեջանից գումարը գնացել է City Bank-ով Լոնդոնի եկել է, ասում Լոնդոնի, Նյու Յորքի եկել է Հայաստան։ Այդ հստակ երևում է այդ գումարների տեղաշարժերը։ 17 թվականին հոչ եք մոռացել ով եք նախագահ։ Իմ քայլը ստեղծողը Սերժիկ Սարգսյանը 7 միլիոն 17 թվին 211 միլիոն Ադրբեջանից 211 միլիոն դոլար 18 թվական։ Երեսը մխեք խառնվել, սա երրորդը չի, սա երկրորդն է։
Չէ, Սերժիկ, ամեն դեպքում ես գիտեմ, որ դու խելացի տղա ես։ Կարողանում ես մեկ ու քայլ առաջ նայել, բայց միշտ չի որ դա աշխատում է։ Կյանքը այնքան անկանգներ ունի, այնքան անկանխատեսելի է։ Դուք չեք պատկերացնելու ոնց ամեն ինչը պայթելու։ Հիմա լսեք մեծ արձագանքներ կարդանք մարդկանց կողմից։ Կաթվիկին կարդանք։ Այս ընտրությունների արդյունքները շատերին դուրս չեն գալիս։ Բոլորն էլ հասկանում ենք, որ եղել են կեղծիքներ, ճնշումներ, սպառնալիքներ, վարչական ռեսուրսների կիրառում։ Այդ ամենով հանդերձ կա մի հուսադրող կողմ։ Փաշինյանը չունի մեծամասնության քվե այլևս։ Հա։ Սա է կարևոր։ Չունի մեծամասնության քվե եւ այն ավերածությունները, որ սրանք ուզում էին անեին, մեծ կասկածի տակ է։ Իսկ ես ընդդիմությունից, Սամվել Կարապետյանից, ակնկալում եմ ոչ թե ընդամենը են խախտումները, որ ամենայն հավանականությամբ արդեն ԲՀԿ-ն կլինի խորհրդարանում եւ Փաշինյան Նիկոլը կկարողանա նշանակել մենակ վարչապետ, իր ունեցած ռեսուրսները, ուրիշ ոչ մի բան չի կարողանա։ Եթե իհարկե չբացահայտի, որ Գեգամ Նազարյանների պակաս չունենք ընդդիմության շարքերում, որը շատ հեշտ է, շատ հեշտ է։ Փող, այնքան փող կթափի Ալիևը, այնքան փող, որ կզարմանաք, սրանք ոնց մի օրվա մեջ դարձան Գեգամ Նազարյան, հասկացեք, իրանք ամեն ինչ կտան մենակ Հայաստանը կազմալուծեն, ամեն ինչ, ընդ տրիլիոններ ա դրած, տրիլիոններ, մի միլիոն ինչ է, դոլարով, որ ամեն մեկի դեմը չդզեն, տնեն մորներ սեփական կուրանան մեծ մասը։ Դրա համար եմ ասում, պարլամենտ մտնելը հանցագործություն է, իսկ ավելի ճիշտ է, գնալ այնքան, ոչ թե մենակ ապահովել 4%-ը Ծառուկյան Գագոյին, այլ այնքան փորել, հատ, խայտարակ անել բոլոր խախտումների առաջ, միտինգներով, օնլայն, կանչել այդ բոլոր դիտորդներս, արեք ստելը, այս ձայները Փաշինյան Նիկոլնա գողացել, այստեղ ավելացավ, ընդե պակասեց, այստեղ ավելացավ, ընդե պակասեց, ու ես չեմ կարողանում հասկանալ այն ճակերտավոր եմ հիմա անդիմադիր բառը ասում, այն գործիչներին, որոնք չեն անցել, բայց բողոքելու բան չունեն, լուրջ, այսինքն ձեր ընդամենը օլիմպիական մասնակցություններ, հա, թե ասենք մտածում եք, որ եթե նույնիսկ պարզվի ձեզանից մի 1000 ձայն են գողացել, դա կարող է ձեզ չօգնի, որ դուք անցնեք 2% կամ 4% շերնը, բայց դա կպակասեցնի Փաշինյան Նիկոլից, չէ՞ որ եթե ձեր նպատակը Փաշինյան Նիկոլին փոխելն էր, ձեր այդ 1000 ձայնը, որ ձեզանից գողացել է, կպակասեցներ իր ձայնը, իր տոկոսները, ընդամենը 60-70 ձայնով էր, որ չեն ուզում բարգավաճ մտնել խորհրդանից, 60 ձայն է էական, դուք չեք ուզում ձեր 1000-ներին տեր կանգնեք, եթե իհարկե պնդում եք էլի, որ դուք ավելի շատ ձայն ունեք, քան ձեզ գրանցել են, համ ունեք, համ չեք բողոքում, մի քիչ տարօրինակ, չի։ Այս հետընտրական զարգացումները այնքան բան տվեց ինձ որպես դիտարկող, այս ամեն ինչը կողքից, քան ամբողջ ընտրական ընթացքը։ Եզրակացությունների մի ամբողջ պաշար։ Այնքան Նիկոլներ պայթեցին այս ինչ։ Դուք կարող եք չբողոքարկելու համար հեքիաթներ հորինել ձեր հավատացյալների համար, որտեղ ամեն մի փոքրիկ կուսակցություն ուզում է փոքրիկ սեկտա լինի։ Կարող եք, բայց ինձ խաբել, մնացածին խաբել, որ կողքից նայում է ու չի հասկանում ձեր վարկագիծը, հնարավոր չի։ Լսենք Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմի հետևանքը մարսելուց հետո հիմա գործնականում քաղաքական բացահայտ տեքստով հայտարարում է, որ ինքը գնացել է Արցախի գիտակցված զոհաբերման։ Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թվին, դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Սրանից առաջ այդ բոլոր զոհությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառապնարան եւ զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհություն ենք գնացել մեր շահերի համար, հասկանում եք, մեր պետության համար, մեր ինքնության համար, մեր ապագայի համար։ Ինչ որ այլ հեռանկարների համար, այլ հեռանկարը ոչ թե մեր պետությունն է, այլ իր իշխանությունը։ Մենք ձեռք ենք բերել մի իրավիճակ, երբ մեր պետությունը
հայտնվել է ամբողջապես Ադրբեջանի պատկերացումների, պայմանների թելադրանքի ներքո։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդպես բացահայտ արդեն հայտարարում է, որ այն ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դա տեղի է ունեցել գիտակցված։ Ու այսքանից հետո մարդիկ սանձան են տվել։ Եթե դրանց իհարկե կարելի է մարդ ասել, էլի, ես չգիտեմ։ Այդ լսենք սա զբաղվածությունը։ Միայն Կոտայքի մարզի երկու տեղամասերի վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները կավելանան 92-ով։ Վերահաշվարկը հաստատեց ԲՀԿ-ային պնդումը, որ արձանագրությունների համաձայն 27/7 ընտրատեղամասում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել է 77 ձայն, բայց ԿԸՀ-ն իր կայքում գրանցել է ընդամենը 1 ձայն։ 27/26 ընտրատեղամասում ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, բայց ԿԸՀ-ն արձանագրել է ընդամենը 3-ը։ 74 75 76 77 Ինչքան արձանագրությունը 77 համապատասխանում է թիվը քվեաթերթիկների արձանագրության թվի հետ։ Ինչպես էր ստացվել, որ միայն երկու տեղամասում ԲՀԿ ձայները ԿԸՀ-ն 92-ով պակաս էր արձանագրել։ 27 ընտրատարածքային ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Արամ Հովհաննիսյանը վստահեցրեց, որևէ միտում չի եղել։ Ծրագրի գերտ ծանրաբեռնվածության պատճառով բոլոր թվերը 1 տողով տեղաշարժվել են։ Մուտքագրման ժամանակ կայքի Հասկանում եք ինչ է կատարում։ Հաշվել են ճիշտ, մուտքագրել են սխալ։ Ասում եք ճիշտ է, չէ՞ գրած։ Հա, բան չի պակաս մուտքագրել։ Լսեք, բոլորը մի տողով փախել էր։ Ու այդ մի տողով փախելա բոլորը Նիկոլի օգտին չգիտես ինչի։ Սա լկտիության աստիճանը նայեք։ Այսօր են չիրազեկված քաղաքացին են, գերմաֆրադիտ են, որ չգիտես ինչ սեռա է։ Իոնիսյանը։ Դանիել Իոնիսյանը։ Ասում է գիշերով հոգնած է եղել օպերատորը, հասկացեք ինքը լավ չէր քնած։ Կարող է եւ սխալ արածել։ Ունենց ա եղել, որ սխալները բոլորը հոգուտ գնացել է ՔՊ-ին։ Երկու տեղամաս ընդամենը, երկու։ Եվ ավելացել է 120 ձայնով։ Տեսեք, միջին ասում եմ 50-ով։ Տեսեք, միջինը 50-ով։ Դեռ հələ ԲՀԿ-ին, բա մնացածի ինչքան է գողացել։ Եթե ամեն կուսակցություն գնա իր ձայների հետևից, իր ձայները կավելանան, ինքը կարող է չանցնի 2% կամ 4% շերտը, բայց ՔՊ-ինը կպակասի, չէ՞։ Ձեր նպատակը դա չէ՞ մասնակցության։ Ես կոնկրետ օրինակի վրա եմ ասում, որ չասեք ես ասենք ինքս ինձանից հորինում եմ։ Հարգելի ընտրազանգված։ Անկախ նրանից դուք ում եք ընտրել, ում եք պաշտում։ Ձեր գործն է, ձեր անձնական գործն է, բայց իմացեք իրենք ինչպես են վարվում ձեր հետ։ Ձեր ձայների հետ։ Չեն վարվում ոչ մի ձև։ Նվիրվում է Փաշինյան Նիկոլին։ Այ հենց սենց, նաև սենց։ Սենց նրանց այդ փոքրիկ խմբակների մասնակցությունը պետք է գնար իհարկե դրանց։ Բայց չէ՞ որ ստեղ կարող էր նաև այլ ձև լինել։ Էլի չանցնեին, բայց Նիկոլ այդքան ձեն չունենար։ Դա էլ չեմ ուզում։ Եվ քանի հոգի է միջև մա դիմել բողոքարկելու, ինձ ասեք։ Նայեք, այդ անցանեք, այն չբողոքարկացնեն, իմացեք, այս նույն մեխանիզմով են աշխատում։ Նույն։ Հանկարծ մեկ ու ձայն չպակասի Նիկոլի ձայներից։ Հասկացաք։ Թե չէ տունը նստած, վայ, ես ձայն ունեի դեռ տալան, բայց դու չես գնում դրա հետևից, չես արձանագրում, չես քաշում Նիկոլից քո ձայները։ Քեզ։ Հասկացաք։ Հասում է եղել, ես չեմ արել, Ժողովուրդ ջան, 10,000 հոգի մասնակցել են, գոհեք ընտրությունների արդյունքից թե ոչ, 73% ասում է ոչ։ Բոլոր ոնց նայում եք, էսա, Նիկոլի զանգված այդ 27%-ն է։ Այո, 10,000-ը քիչ թիվ չէ, հսկայական թիվ է։ Ես չեմ անում, ոչ ասեք իմ դիտողները, բոլորը նույն վեկտորի վրա են, իրանք բոլորը, չգիտեմ, անդիմադիտարկվածն է, Նիկոլ չսիրողներն է, սա այլ ինը չի։ Որին է դնում եմ նույնն է գալիս։ Երեք էլ եմ չես, երեք ավելի մեծ է, 78%-ն էր անհամաձայնствի, 73%-ը։ Բայց ընդեղ 2000 քվեարկող է, 10,000, 10,000, 73%-ը գոհ չի սանից, գիտեք ինչ է նշանակում։ Որ այս 27%-ն է նրանը, ոնց ուզում ես բռնի, գալիս է նույն թիվն է կազմում, ու այս թիվը հստակ թիվ է 73%-ը։
ինձ նես մարդիկ են զանգում գրում, ոսկի կան վատ տանիրով չեն գրվեի մեջ, չեն խոսացել։ Գիտեք ինչի մասին։ Ես տապության։ Ես երբեք չեմ էլ իմացել իր քաղաքականության մասին մտածում եմ։ Ինձ միշտ մտածել է, որ դե ոչ չեն խոսում, չեն գրում, ոչ մի բան չեն ասում, դե մի գոյ իրացամ են գլուխները կա խափում են, էլի, ինչպես շատ-շատերը։ Հիասթափություն։ Ու նույն խոսքերն են գրում տարբեր ձևերով, որ մարդկանց երեսին փողոցում ժպիտ չկա։ Մարդիկ հիասթափված են, շատացել է խոսակցությունները արտագաղթի մասին։ Այս վերեցին դուք այս ժողովրդի գլխին։ Եվ սա այս պարագայում արվում է Ամերիկայի եւ Եվրոպայի բարձր հովանու ներքո։ Ես հիշեցնեմ, որ բոլոր նախկին ընտրությունների առաջի հանցագործությունների վավերացումը եղել է Ռուսաստանի կողմից։ Աբսուրդ։ Այսօր այդ վավերացումը շտապում են անել Եվրոպան եւ Ամերիկան հաջորդը, Ռուսաստանը ձեն չի անում։ Գժանոց։ Գժանոց։ Նկարիչ։ Մեսանայք, մասա դեմքի արտահայտությունն մտեք ես դեմքի արտահայտություն։ Գնացել ենք հաղթելու, որովհետև եթե մենք չհաղթեինք, լինելու էր պատերազմ ու անկախության կորուստ։ Պետության փրկելու հարցեր։ Թող մեզ Ալիևը սպանի, թող Ալիևը կոտորե, այո։ Գնացել ենք հաղթելու, որովհետև եթե մենք չհաղթեինք, լինելու էր պատերազմ ու անկախության։ Ցանկացած մեկը, որ վավերացնում է ընտրությունները, որը անցել է պատերազմի սպառնալիքների տակ, սա հայտարարությունը, սա իմ հորինածը չի։ Ինքը հանցագործա։ Դա կլինի հայ, դա կլինի վրացի, դա կլինի ով ուզում լինի, որտե վրացիներն են շնորհավորեսան։ Ֆրանսիացի, ամերիկացի, հանցագործա։ Ու սա բանը իրավական գնահատական, ասա քաղաքական ոչ մի բան չկա։ Իրավական գնահատական։ Ասում ենք հանցակից է։ Հանցագործությանը արդարացնող հանցակիցներ։ Բայց այս դեմքը պետության փրկելու հարցեր։ Թող մեզ պետության փրկելու հարցեր։ Ձայն գողանալը, յոթ պետություն են փրկել։ Ձայները գողացել են, կերծել են ամեն ինչ մարդկանց 700 հոգի մարդ է ձերբակալվել։ Այս մի ամսվա մեջ 700 հոգի մարդ է ձերբակալվել։ Անկախությունը փրկելու հարցեր։ Ու ասենք նախիրը, այն տարբեր կենդանիների համույթը, տարբեր դիգրիներ ունեն, չէ՞, տարբեր որակի, տարբեր բոյի սեռի մասնագիտությունների։ Բայց ընդհանուր իրենց մի բան է միավորում։ Նախրային տրամաբանությունը։ Դրանց համար սա հանցագործ չի, եւ նույնիսկ չգիտեն, որ սա հանցագործություն։ Որովհետեւ նախիրը չի սիրում մտածել, ինքը դեմ է տրամաբանությանը։ Ընդհանրապես բանականությանը դեմ է, նախիր տեսակը ինքը չի սիրում մտածել, էլի, ոչ միայն չի սիրում, ատում է մտածողներին, ատում է։ Նա պատմություն կա, չէ՞, որ թիթեռն ու օձը խոսում են իրար հետ, էլի։ Թիթեռը հարցնում է օձին. ես քեզ վտանգ եմ քո համար։ Ասում է, չէ։ Ասում, բայ ինչի ես ուզում ինձ ուտես։ Նա ասում է, որովհետև ես սողում եմ, իսկ դու թռչում ես։ Այդ համար եմ ուզում քեզ ուտեմ։ Ասանայք։ Այս ամեն ինչի մասնակիցներից մեկը։ Նույն մասնակցություններով, նույն սցենարով, ինչպես 95 թվականին։ Ես երեք չէ ասեցի, ուղիղ 95 թվականի տարբերակներն են, որ ասեցին 100%-ով էլ դուք ընտրած լինեիք, հաղթացնեիք, մեկը ձեզ իշխանություն տվող, չէ։ Նույն մարդիկ են ամեն ինչ հետևում կանգնած, նույն ձեռագիրն է, նույն համակարգը։ Հիմա գամ սրանց։ Դուք սենց եք կանգնելու գնդակահարության պատի տակ, այո գլուխները կախ, հայացքը ոչ միտեղ։ Գիտեք չի, տարբերությունն ինչն է լինելու, ով է դա իրականացնելու, բայց լսենք։ Տեսեք, ցեղասպանության ժամանակ է շատեր ընկնում էին թուրքի ոտերին, որ խնայի իրենց։ Ամիջապես սպանում էին եւ զզվելով էին սպանում։
ով որ թուրքի ոտը ընկնում է, թուրքը իրենից զզվում է, իսկ ով որ դիմադրում է, հարգում էին Գևորգ Չաուշին։ Օրինակ հարգեցին, հարգանքներով թաղեցին։ Ես ասել եմ, ձեր վերջը նույնն է։ Տարբերությունը լինել է ով է իրականացնելու դատավճիռը։ Այս Գևորգ Պապայանի դեմքը տենում եք, էսի ամեն ինչ է, այստեղ երևում է։ Թող մեզ Ալիևը հաղթենք լինելու էր պատերազմ ու անկախության կորուստ։ Պետության փրկելու հարցեր։ Թող մեզ Հասկանում եք, այստեղ նայեք, տեսնեք, ինքը հասկանում է։ Ինքը հասկանում է։ Ու սա լինելու է, զզվելով են ձեզ սատկացնել։ Ով որ թուրքի ոտը ընկնում է, թուրքը իրենից զզվում է, իսկ ով որ դիմադրում է, հարգում էին։ Հասկանում եք, դուք ձեզ են զզվելով սատկացնելու։ Որը ձեզ հասնում է, ես ասել եմ, տարբերությունը լինել է թե ով է իրականացնելու։ Դուք ձեր ճակատագիրը վաղուց արդեն փոխել եք։ Հարգելի իջևանցիներ եւ նրանք բոլոր, ովքեր տեսել են այս սպիտակները մեքենաների վրա։ Ուրեմն, ովքեր այս սպիտակները կպսել են իրենց մեքենաների վրա, դուք իմացեք, որ դրանց վճարել են օրական 5000 դրամ։ Այսինքն, այս մարդիկ օրական իրենց 5000 դրամի համար ձեզ մեր բոլորի ապագան տվել են թուրքի ծերը, տվել են սրանց ծերը։ 5000 դրամի համար։ Հուսով եմ դուք չեք մոռանա այդ մեքենաները, որոնք այդ պլոնկեքը վրա կար, որոնք աշխատում էին օդի 5000 դրամ։ Պրաստիտուտկե նույնիսկ այդ թիվը չվերցնում։ Այսօր գիտեմ, ասում են պրաստիտուտկե ավելի թանկ արժեն, քան 5000 դրամը։ Ճիշտ է, ես գներից չգիտեմ, տեղակ չեմ։ Բայց դուք իմանաք, հաստատ ով Երևանում ապրում, կիմանան, հա, գները։ Նույնիսկ դրանք պրաստիտուտկա չեն, հա։ Պրաստիտուտկան այս բանում աղա է դրանց նկատմամբ, էլի ավելի արժանապատվություն ունի։ Իսկ ինչ է սպասում մեր ռեգիոնում։ Ինչ են գրում մեդիաները, որ Պալանտիրը, որը Մոսադի եւ CIA-ի ամերիկյան հետախուզության աշկերն ու ականջներն է, իր ներկայությունն է հիմնում Ադրբեջանը։ Ասել է, թե Ադրբեջանը դառնում է այն ռեգիոն, այն պոլիգոնը, որը դառնում է ամենաուժեղ ռազմիկի հետախուզական կենտրոնը տարածաշրջանի Իրանի դեմ։ Սա մի քանի բան է նաև նշանակում։ Ոստե իհարկե ուժեղանում է Ալիևի դիրքերը, որ Ամերիկան ու Իսրայելը մեջքին կանգնած են, ոչ մի պրոբլեմ չունի Ալիևը, կարա մի 20 տարի ընտրություն չանի։ Ինչ ընտրություն, ինչ դեմոկրատիա, ինչ բան։ Չէ։ Որ ասում եմ մենք գնանք դեպի Ամերիկա է, Ամերիկա ժողովրդավարություն։ Չէ, մոռացեք։ Թրամփի Ամերիկան, ես ինքս եմ ասում, ինչ որ մենք տեսնում ենք, դա մի սոսկալի բան է, բայց դա ավարտվող է։ Դա ավարտվող է։ Նետանյահուն էլ ավարտվող։ Որպես հետևանք ավարտվելու նաև Ալիևը, Էրդողանը եւ Փաշինյան Նիկոլա։ Ստեղ ամենակարևոր հարցը գիտեք որն է։ Մենք կդիմանանք որպես պետականություն, թե չէ։ Որովհետեւ որպես ժողովուրդ մենք դիմացանք։ Ասեմ, գոնե 70%, 75% ժողովուրդ դիմացավ, չվաճառվեց։ Սա արդեն հաղթանակ է իմ համար։ Դե իմ համար շատ կարևոր էր։ Արժի իմաստ ունի ինչ-որ մի շարժում գտնել, ամբողջ կյանքը դնել այնտեղ արդեն, որովհետև ես պիտի մոռանամ, եթե մի րոպե ես ունեի սուշխմելու համար, ես հիմա արդեն հետ չունեմ։ Ու ես պետք է լավ իմանայի, կա այդ ժողովուրդը, որի համար արժի դա, հիմա ասում կա։ Հիմա այս հարցը ուրիշ ձեր եմ դնում, մինչև նոյեմբեր մեր պետականությունը կմնա, թե չէ, որ հասկանանք նոյեմբերի ընտրությունները Իսրայելում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինչ են փոխելու աշխարհում։ Դեռ շատ բան կարող են փոխել։ Շատ։ Մենակ առաջ։ Լսեք։ Անունը դնելուց ներողություն պարոն վարչապետ, ինչն եք հաշվի առնում, որ անուն օրինակ դրել եք Նայիրի։ Նայիրի, դե Նայիրին հայկական տրադիցիոն Նայիրի աշխարհ առաջարկում եմ, որ նման անուններ տալուց մեր սպառազինության տեխնիկային, որ արդեն դուրս են գալիս պետական փորձարկման դաշտ, մեր հետ համագործակցեն, որտեղ չգա մեր մոտ։ Լավ, համակցած։ Հասկացաք։ Զենքի տեսակ են առաջարկել անունը Նայիրի։
ու այն փթիրը, այն նախրապետը, որ ասում է մեր տարածքում, հա, շինարարություն են անում, մենք պետք է արձանագրենք ու բողոքենք, այդ նախրապետը, իր նախրապետը, հիմա ասում է, ինչի եք, նայրի դրե, նայրին հետ ինչ անունը, դնեք Քելբաջար, թուրքերին մի հատ անուն դնեք երև էլի, Էսի Արարատ Միդիր, Արարատ Միասա տարբերակն է, էլի, դուք հասկանում եք ու դա ասես, սա հայ զինվորականն է, Հայաստանի զինված ուժերի շտաբի պետն է, ասում ինչեք նայրի դրե, նայրի մեր հետ ինչ կապ ունի, անասուն, կանյակի անուն է դրե, ուղղակի չֆայմեց, էլի, չուզեցավ վիրավորել, պետք է ասել, որ այ դեբիլ, կանյակի անունն եմ դրե, այ կներ յան ճիշտ պատասխան, սա ընտրել են մարդիկ, իհարկե մարդիկ չէ, են համույթի անդամները, այսօր մեկը գրել էր, որ մենք մեղավոր չենք, իրանք են ընտրել, ես ասում եմ մենք մեղավոր ենք, եթե 70% չհամաձայն մարդ կա, ու թողել է 30%-ին իր ճակատագիրը որոշել, այդ 70%-ը մեղավոր է, ինձ գրում են, դա մեր ընտրական իրավունքն է, դու մեզ իրավունք չունես, ասես նախիր, ասեմ չէ, դա քո իրավունքն է կարծիք ունենալ, բայց դու նախիր ես, որովհետև դու հանցակից ես, այնքան նախիր, որ դու չես էլ հասկանում, դու ինչ ես արել, որովհետև Փաշինյան Նիկոլ ընտրելը դա քաղաքացիական կամ քաղաքական ընտրություն չի, դա հանցավոր ընտրություն է, դու ընտրել ես հանցագործի, եւ ամենակարևորը, բարոյականը, ինչ կարծիք է, բարոյական ընտրության մեջ կարծիքը ո՞րն է, Նիկոլին ընտրելը դա բարոյական է նաեւ, ոչ միայն իրավական, նաեւ բարոյական, ես իրավունք ունեմ անբարոյական լինելու, այո, դե դեպքում ասա ես իրավունք ունեմ անբարոյական լինելու, դու ինչ ես ասում ես իրավունք ունեմ կարծիք ունենալու, չէ դու կարծիք չունես ու չես կարող ունենալ, որտեղ կարծիք ունենալու համար շատ կարևոր բան է լինել գիտակից, բանական, հասկանալ ինչ է իրավունքը, ինչ է օրենքը, սահմանադրությունը, եթե դու բանական չես, դրանք չգիտես, դու չես կարող կարծիք ունենալ, չես կարող ուղղակի մենք դեմոկրատիա ենք ապրում, ինքը կարող չկա դնի ու խորտակի քեզ, հիմա գամ են 30-ի, այն 70%-ի, մենք մեղավոր ենք, որովհետև իրանք հանգիստ են ապրել մեր միջավայրում, այսօր եմ արդեն մի քանի տեղ կարդում, որ ով Նիկոլ ընտրել է իր թշնամին է, մեկը գրել է, ինչ եք դες ասում մարդիկ կարծիք, չէ, այդ թշնամի հայտարարել է իրանց, ես կասեի նույնիսկ ուշացած է, որովհետև արդեն իրանք իրաց սև գործն արել են, ու մենք չգիտենք դա տանկից ոնց են դուրս գալու, դու թշնամուց չասես, որ դու թշնամին ես, քո երեխուն, ուրացողին, քո ամեն ինչը վաճառողին 5000 դրամի դեմ չասես որ ինքը թո թշնամին է ինչի եթե դու չես ասում ուրեմն պատրաստ եղի նաև հետևանքը կրելու սենց է լինելու ողջ ես դամա ուզում եմ այդ հոգեբան ես մասին ասել ինձ չասեմ էլ Կեղծել ընտրությունները հնարավոր դարձավ 30 քանի տոկոս ընտրազանգվածի շնորհիվ, ով նախընտրեց այս կառավարությունը։ Ու քանի որ դեռ գիտակցումը չկա այդ ընտրության հետևանքների, բայց այդ հետևանքները սարերի ետևում չեն ու գալու, ես նախապես կխոսեմ մի դիրքորոշման մասին եւ կասեմ, թե ձեզ ինչ է սպասվում իմ կողմից։ Լինելու է բացարձակական տարբերություն այն պարագայում, երբ թուրքը մտնի սահմանից այս կողմ, երբ 300,000 ադրբեջանցին գա ու ձեզ փորձի ձեր տներից հանել, երբ ձեզ ենթադրենք վտարեն ձեր գյուղից, կտեղափոխեն ենթադրենք կողքի գյուղ կամ Երևան ու այդ տարածքը կհանձնեն Թուրքին։ Ես կլռեմ կցուցաբերեմ բացարձական տարբերություն այն պարագայում, երբ դուք սկսեք խնդրել ու աղաչել, որպեսզի այս ամենը հանրայնացվի, օգնություն կխնդրեք, կգորակ փրկեք, օգնեք։ Այդ ժամանակ ես կխոսեմ կամ հոգեբանական խնդիրների մասին միայն, հոգեկան առողջության մասին կխոսեմ, ինչպես նաև կտեղադրեմ այդ հոլովակները ու կվերլուծեմ մեկ նախադասությամբ, որ քիչ է լինում ձեզ
ու տեղն է, որովհետև ես նախ գնահատում եմ իմ 8 տարիների աշխատանքն ու չարչարանքը ու բազմիցս խոսելուց զգուշացրել եմ հետո սպասվող բոլոր վտանգների մասին։ Ու բացի այդ, զանգվածը պետք է սովորի գիտակցաբար ընտրություն կատարել, այսինքն գիտակցել սեփական ընտրության հետևանքները, ինչպես նաև պետք է սովորի պատասխանատու լինել ու պատասխանատվություն կրել սեփական ընտրության հետևանքների համար։ Իսկ հիմա եկեք ծանոթանանք, այն որ ինձ մեկնաբանություններում գրում եք քուրիկ ջան, քուր ջան, տիկին ջան, աղջիկ ջան, տարբեր ձևով եք դիմում, ես մասնագիտությամբ կլինիկական հոգեբան հոգեթերապևտ եմ ու չէ, այս չի նշանակում, որ ես աշխատում եմ կլինիկայում։ Այս նշանակում է, որ ես ավարտել եմ բակալավրը 4 տարի հոգեբանության բաժին, դրանից հետո ստացել եմ մագիստրոսի աստիճան կլինիկական հոգեբանություն եւ հոգեթերապիա բաժնում, ունեմ Մի խոսք։ Իսկ այն ինչ որ նկարագրում է, ես չմտածեք, շատ հեղամասան լսենք։ Լացում էր պապ, աղջիկը զանգեց սեռախոսով ու լացում էր պապ, արի, սենց գոռում էր։ Թուրքերը մտել են քաղաք։ Դուք չեք պատկերացնում, ես մեկ էլ պատերազմում եմ տենց մեքենաս վարել, քանի վարկյանում եմ հասնում, տեսնում եմ աղջիկս փողոցում կանգնած ու լացում աղջիկս, շուտ նստում ենք մեքենան, ասում ենք գնում ենք ներքևի մասում ռուսներն էին այրապորտի տարածք ու այդ այրապորտի տարածքը մի հատ ահավոր վիճակ էր, ժողովուրդը փրված, այդ ամբողջ տարածքի մեջ իրանք փրված են երեխեքը, տենց հայաթում, բացօթյա տեղ չունեն, մի հատ ահավոր վիճակ էր ու ես տեսնում եմ ոնց են վերևի թաղամասին, կրկժան թաղամաս էր կոչվում, վերևի թաղամասի ժողովուրդը ոտաբոբիկ վազում են, մեքենան չկար ու գոռում էին թուրքերը ու ես կրակոցների ձեն եմ լսում, որտեղ կրակոցների ձենի տակ են քշում մեքենան, բոլորին զինաթափել են ու պատկերացրեք մի իրավիճակ, իրանք այն ամբողջությամբ զինված, ավելի շատ մեր բանակը չկա, բոլորին զինաթափած, մենակ միջոկատ, ուղղակի իրանք պայմանավորվեցին, գնացին կանգնեցրեցին, որ թուրքերը չմտնեն, իրանց մտադրությունը սա էր, դրոշը կախել մեր կառավարության շենքի վրա մեր ներկայությամբ։ Ես ամեն օր այս պատկերը պատկերացնելով, որը չի բացառում լինի նաև Հայաստանում, ամեն ինչ անելու են դրա համար։ Ես այսօր մտածում եմ, ես ինչ եմ անել, հոգեբանն ասեց, չէ, ինքը հանգիստ կողքից նայելա, բայց ես ինչ եմ անել։ Ես ինքս ինչ եմ անել։ Մտածում, ես այդ ժամանակ պիտի հարցնեմ, դուք ում եք ընտրել։ Չէ՞ որ պլյուս մինուս 30% ամենտեղից ընտրել են, չէ՞։ Պլյուս մինուս։ Քիչ շատ, մի քիչ դուք ում եք ընտրել։ Իհարկե ես հոգեբան չեմ եւ ես չեմ կարող արդարացնել, ասել սա իմ գործը չի, իհարկե դա չի լինի։ Բայց այդ հարցի մեջ առաջանալու է, իսկ դու ում ես ընտրել։ Իսկ դու ինչ ես արել, որ դա քո հետ չլիներ, չէ՞ որ մենք քեզ այդ ամեն ինչը զուշացել ենք։ Չէ՞ որ դու աշկիդ առաջ տեսել ես այս պատմությունը։ Իսկ դու ինչ արեցիր, որ դա չլինի։ Իսկ դու արդյոք այն մեքենայի վարորդը գլուխը ջարդեցիր, որ այդ սրտիկները կպսել է իր մեքենայի։ Գնացիր մոտ ասել, այդ չատ լախ, ես ինչ ես անում, այդ տականք, դու ես ում նկարն ես կպսել։ Գնացիք ասեցիք չէ։ Բավ պետք է անել մեր փոխարեն։ Լավամարտն եք լինում։ Գիտեք, որ ես առնվազն 6 լեզու եմ ուսումնասիրել, նույնիսկ 7։ Ոչ մի լեզվում, 7-րդս չինարենն էր, ոչ մի լեզվում վատամարտ, լավամարտ կամ վատամարտ բառ չկա ձևակերպում։ Փիակ չունեն այդ հասկացողությունը չկա։ Չի թարգմանվում դա, որ ասում ես լավամարտ, ինչ ուզում ես իր լեզվի մեջ տեղավորես, չունեն այդ բառակապակցությունը չկա, այդ հասկացողությունը չկա, հետևաբար դրա համար բառ չի հորինվել։ Լավամարտ բառ մենակ երևի մեր մոտ կա։ Առնվազն ես 7 լեզվի վրա կարող եմ ասեմ չկա դա։
Դրանք հայերենն է, ռուսերենն է, անգլերենն է, իտալերենն է, ֆրանսերենն է, գերմաներենն է ու չինարենն է։ Այդ 7 լեզվի մեջ չկա դա, հետո ես դա կարող եմ երաշխավորել։ Լավ մարդ է ինքն ու։ Դնում ենք, չէ, աչքի առաջ իր 2 կոպեկի համար մեզ ման չկա։ Գովազ դանում։ Մեր դահիճին գովազ դանում։ Ժամանակ ասում է 70%-ը մեղքում։ Էմոյան չի ընտրել ճիվաղին, դա լավ է։ Բայց ես իրավիճակի եմ մեղքում։ Այդ մեղքի բաժին ունեմ նաև ես։ Որովհետև ընդամենը 2-3 շաբաթ այն չես մտել եմ TikTok։ Հա, կարդում եմ, այնքան հայոյանքներ եմ կարդում։ Ինչ արած։ Այդ անկիրք շերտն էլ էլի գնում անտրության չէ։ Բա մնացած այդ գոնե աշխատել պետք էր։ Գոնե լուսավորել պետք էր, չեմ արել։ Այս դամանից մեղադրում եմ։ 8000 ստեղ կա այդ որտ ընդեղ 1000։ Չեմ արել, ես չեմ մացել TikTok-ի մասին, որ կարելի է դերել անել։ Կամ այնտեղ ընդհանրապես մարդ կա հետաքրքրվող։ Ես մտածել եմ ու հետաքրքիր է YouTube-ը։ Իսկ ես հիմա սկսել եմ ամեն օր պարտաճանաչ, այն դպրոցի զանգի նման, ամեն օր Երևանի ժամանակով ժամը 10:00 TikTok-ում ուղիղ եթերում հարց ու պատասխան անել, ամփոփել նորությունները։ Պարտվեք եւ 2-3 շաբաթի մեջ ընդամենը 1000 հոգի։ Ճիշտ է, ես այն էլի լավ է, ինչ այն եթիմ է, այն բոբժը։ Էնի 1.800.000 հետևորդ ունի։ 1.800.000 հետևորդներին իր էսթետիկան ու կարծիքն ամեն ինչն է թելադրում մեկը, որը վտանգ է հասարակության համար։ Որը վտանգ է, հասկանում եք։ Ես հասարակ։ Հայդանում մեղավոր եմ։ Ես հիմա պետք է ժամանակ գտնեմ ավելի ակտիվ առնել։ Ուզում ասեմ, եթե ես եմ մեղավոր, ինձ համարում, որ ես չեմ արել։ Շողջ, գործ կանել։ Մենք չենք կարող մեր ընտանիքների ճակատագիրը հանձնել այդ նախիրի ձեռքը, հասկացեք, որովհետև իր ընտանիքի ճակատագիրը նույնիսկ այդ նախերին հետաքրքիր չի։ Ոչ թե վերակ, իրանն էլ իրան հետաքրքիր չի։ Что случилось с армянами. Мой отец рассказывал, что власти приказали совершать массовые убийства, а муллы в мечетях говорили, что можно убивать этих людей, потому что они христиане. Не только солдаты, но и местные жители убивали христиан. Так рассказывал мой отец. Мой дед тоже участвовал в этих делах. Армян поймали, заперли в сарае и подожгли. Мой дед говорил, что их крики много лет стояли у него в ушах. Находились такие, которые говорили, что убийства армян не просто разрешены. А если вы к тому же убьете определенное количество армян, то двери ада для вас превратятся в двери рая. Невежественные люди бросились убивать и грабить армян, насиловать их дочерей и жен. Գիտեք, որ ոչ իման չի փոխվել նպատակների մեջ։ Առայսօր օրակարգում ադեմ։ Առայսօր եւ անում են, եթե դրա հնարավորություն ունեն, անում են։ Եվ բարձում Հայաստանում կա շերտ վաղուց 18 թվականից աշխատել է, որ հայերի մեջ հանի ատելությունը թուրքերի նկատմամբ։ Այն պարագայում, երբ որ հայերի նկատմամբ ատելությունը Թուրքիայում ոչ միայն ռազմավարական, Թուրքիայում եւ Ադրբեջանում ոչ միայն ռազմավարական ծրագրերի մակարդակի է, ռազմավարական, այսինքն ընդեղ իրանց պետության ռազմավարության մեջ նշած է, որ Հայաստանը պետք է գոյություն չունենա։ Այլ նաև դպրոցական ծրագրերում, այլ նաև գրականության, կինոյի ամեն տեղը էս հանգամանքը։ Իսկ մեզ համոզում են, որ պետք է սիրես պատշնամուն։ Այնպես ինչպես դաշնակներն էին անում միջև ցեղասպանությունը։ Ընկած գյուղերից հայերից հավաքում էին զենքերը, հայդուկներին համոզում էին, որ այս նոր թուրքը այն առաջվա թուրքը չի։ Նույն բանն են անում այսօր։ Հանձնվին զենքերը հանձնի, ինչ զենք, ինչ բան, ինչ զինվել։
Խաղաղության են գնում։ Սրանք տարածողները, այս կարգի ռետորաբանություն, անողները, տարածողները, սրանք նույն դաշնակներն են, որոնք ժողովրդին զինաթափեցին ցեղասպանությունից առաջ։ Նույն։ Դրա կողքին կային այլ, նաև սովետական Հայաստանի տարածքում բոլշևիկներն էին, նույն բան անում էին բոլշևիկների համար։ Ու դիմադրել պետք չի, հանձնվել է պետք բոլշևիկներին։ Սրանք ուրիշ ռուսներ են։ Այ այսօր Նիկոլայեն կեղտոտին, որ մեր դպրոցներն են ուզում փակել, այ այսա դրան գցենք, այ սրանք լրիվ ուրիշ ռուսներ են։ Սրանք գալու են ու մեղրի կարակի մեջ ապրենք մենք։ Արևմտյան Հայաստանում դաշնակներն էին, Արևելյան Հայաստանում բոլշևիկները, եւ երկուսը իրար հետ ձեռ-ձեռի բռնած տարան մեր երկիրը, հսկայական երկիրը, ցեղասպանության եւ մասնատում։ Նույն բանը հիմա է կատարվում։ Նույն։ Լավ։ Այն Վարդան Պետրոսյանի հայերն ու հավերը հավերժ է մեր վրա։ Ու սրա դեմ դիմավորողներին էլ հայոյում են, դիմադրողներին էլ հայոյում են։ Այդ սա։ Լուր տերոր բժշկական հաստատություններում բժիշկները ահազանգում են առողջության ապահովագրության ներմուծումից հետո իրենք ֆինանսական ու հոգեբանական տերորի են ենթարկվում տնօրենների կաբինետներում։ Տնօրենը առանձին իր աշխատասենյակ է հրավիրում բժիշկներին ու պարտադրում, որ առմետ ծրագրից հեռացնեն իրենց խորհրդատվությունները, որպեսզի գումարը քիչ կազմի։ Կարճ ասած, աշխատավայրում 21-րդ դարում ենթարկվում ենք յուրահատուկ նմանը չունեցող տերորի։ Այս պահի դրությամբ ունենք մեկ դժգոհություն, որ բոլոր գինեկոլոգներին ու մյուս նեղ մասնագետներին ստորագրել են տվել այն մասին, որ այսուհետ մեզ հատկացված 0.75 դրույքը կվարձատրվի 38,000 դրամ, նախկին 60,000-ի փոխարեն։ Բժշկի ձայնը նախաձեռնությունն է ամեն օր այսպիսի նամակներ ստանում։ Բժիշկները ահաբեկված պատմում են աշխատավարձի անվան տակ արդեն 2 ամիս է ստանում են կոպեկներ ու սպառնալիքներ, ձայն չհանել։ Ես սրտաբան եմ եւ իմ հունվար ամսվա աշխատավարձը 160,000 դրամի փոխարեն ստացել եմ 18,141 դրամ։ Փետրվարի 16-ին եմ ստացել։ Սրտաբան, էխոգրաֆիստ, հունվարի իմ ծառայությունների համար հիվանդի ամբուլատոր վարում, բուժում, 70 էխո սրտագրություն, վարձատրվել եմ 5,250 դրամ։ Բարև ձեզ, ահա սկրինային ծաղրի, որ ստացել եմ փետրվարին, այնինչ պետք է ստանայի շուրջ 142,000 դրամ։ Պոլիկլինիկաներից մեկի բժիշկ գինեկոլոգը մեզ հետ զրույցում հաստատում է, զգալիորեն կրճատվել են աշխատավարձերը։ Ահա ձեզ անվճար ապահովագրության գինը ով է վճարում։ Նաև, որը բնականաբար չի կարող շարունակվել երկար եւ ընտրվելուց հետո թոշակառուներ ջան, ովքեր սա դիմաց ընտրել են Նիկոլ Փաշինյանին, իրանք արդարացիորեն զրկվելու են այն ամեն ինչից, որ մտածում են իրանք հավերժ պետք է օգտվեն։ Որտեղ ես ձեզ ասում եմ, սա ինչի հաշվին։ Պլյուս ռազմական ծախսեր, իսկն դա բյուջեով նախատեսված չէր, եւ ձեզ ասել են, թող չկա։ Բյուջեում դա չկա։ Եվ ինչ, պետք է համաչեն դրանց ձեզ թվում։ Մարդ որ ձեր երեխեքին տալել է, կոտորել է, ասում է, տարան գիտակցաբար կոտորեինք, որ մենք այսօր ավելի ազատ լինենք։ Ասել է վաղը, ձեզ գիտակցաբար խաբել էինք, որ ձեզ պատերազմից փրկեինք, որովհետև դուք մեզ չէիք ընտրելու եւ պատերազմ եք ունենալու, բայց հիմա ամեն ինչ պետք է տակ առանց պատերազմի։ Կամ եթե չտա կպատերազմ կլինի։ Կասկածում եք։ Ես ընդամենը իրենց եմ ցիտում։ Հիշացնեմ երեկվա այդ գլխավոր շտաբի պետին։ Արա ասում էին, բա դուք ասում եք շրջապակման մեջ են, կսովածանան կգնան։ Բա հələ չեն սովածացես 3 տարի է։ Ինչ չասեց, հիշում եք։ Դասում այդ ժամանակը տենց էր, պետք է տենց ասեցի։ Ու հիմա դեռ կռիվ ավարտված չի, իրանք դեռ չեն հաղթել։ Բայց արդեն այն մանր մունր Նիկոլները, որոնք գոհ են այս ընտրություններից,
արդեն գովում են Նիկոլի ձեռքբերումները ռուսական շուկային, որ 20 տոննա միրգա, 20 տոննա, 20 տոննա միկանդեր, 20 տոննա միրգա գնալու պայմանավորվել են Եվրոպա։ Տեսնում եք, ուրեմն հնարավոր է։ Տեսնում եք, Նիկոլ Փաշինյանը գնում է Եվրոպա։ Դուք մոռացել եք մի բան, որ ոչ մի բան հավերժ չի, ամեն ինչ արագ ավարտում, սուտը նույնպես, սուտը ավելի արագ է։ Ու ես ամեն ինչ լավ եմ հիշում։ Հիշաչար չեմ, ուղղակի լավ հիշողությունն է, տենց է ստացվել։ Նրանք որոնք ես բարձրաձայնել եմ Նիկոլ Փաշինյանի հետ ամսի 18-ին մեր հանդիպման ու այդ բանավեճի ժամանակ։ Սա է ավելի լուրջ խնդիրներ եւ մենք զբաղվելու ենք սրանով, ուզում եմ ասեմ, ես արածատարզակել եմ եւ այլն, ոչ մի բան չի փոխվել, ընդհակառակը դեռ նոր ենք սկսում։ Էսի դեռ կոպիտ ասած ռազմին կանա, նոր տականում ենք դեռ։ Արտուր Օսիպյանը փառքաստու դուրս եկավ բանտից, բայց հասադուլից դուրս չի եկել, որտեղ իր վրա քրեական գործ են անցել, ինքն ասում է պայքարը որ հասկսում, չի ավարտել։ Ինչ ագրել մեկը, Սերժիկ Սարգսյան, նայեք հələ կոմենտը, նոր տեսա, ախը դու ով ես, որ մի հատ էլ նոր ես սկսում, կտանի, կկոխի կերթած կկորես, պատկերացնում եք, կեսում եք մարդել կասեց, Ես տղուն եմ ուզում ցույց տամ, ես կողքի կանած Արցախցի տղա։ Մեջ որպեսզի ներողություն խնդրի, հնարավոր է որ մենք նախաձեռն ենք պայքարի ֆորմատի, պայքարի եղանակի ճանապարհի փոփոխություն։ Ինչ եմ ցույց տալի այս երիտասարդին։ Հարգելի երիտասարդներ, բոլոր նախասիրությունների քաղաքական նամանավանդ։ Ես գիտեմ, որ դու տարբեր քաղաքական նախասիրություններ ունեք։ Ձեր ակտիվությունը իմ կողմից շատ ողջունվում է։ Եթե դու նույնիսկ հակառակ կողմերում եք, այսինքն նույնիսկ եթե դուք իմ հետ համաձայն չեք, հիշեք, ամեն մեկը մի քարապոկում, մի ավազապոկում թուրքական մեդիայի կտորներից։ Ամեն մեկի ակտիվությունը։ Որովհետև այն լավատեսությունը, որ ես ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրությունների հետ կապված, աշունը, որ սրանք մերժելու են Թրամփ, դա պայմանավորված է նրանով, որ ազատ մեդիան, անկախ մեդիան, ոնց որ ես եմ, ոնց որ ես ընկերն եմ, սկսել է դոմինանտ դիրք գրավել սիոնիստական, կեղտոտ, ապագորմորոշվող, ցեղասպանական մեդիայի նկատմամբ։ Հայաստանում դեռ այդ բալանսը չկա, որ մենք կարողանանք հակազդել։ Այդտեղ մենք հետ ենք մնացել։ Այ եթե դուք կարողանաք հակազդել, մի օր մենք, դուք չէ, մենք իրար հետ։ Այն ժամանակ Հայաստանում հնարավոր է լինեն արդեն կարդինալ փոփոխություններ։ Մենք դեռ անելիք ունենք, այստեղ էլ այն մեղք։ Ոնց նայում եմ ես մեղավոր եմ։ Ես դայից ված չեմ զգում, գոնե գիտեմ ինչի վրա պետք է աշխատվի։ Եվ այսպես հարգելի երիտասարդներ, վերցրեք հեռախոսը, դարձրեք ձեր իրավունքների, ձեր երկրի, ձեր ազատությունների համար կռվող, մենք պարտվել ենք, մեր սերունդը պարտվեց, մեր սերունդը մի ձեռքով ազատագրեց, մյուս ձեռքով այնքան ծույլ էր, այնքան կոռումպացված, որ մյուս ձեռով էլ հանձնեց, ինչ որ արյունով էր գնված, քեշ փողի դիմաց, կանխիկ փողի դիմաց։ Լիլիթ Բլեյանն էր գրել, որ այս հանձնաժողովի Excel ֆայլերը մեր Epstein-ի ֆայլեր են։ Ինչ որտեղ այո, բայց նաև ոչ, դրանից առաջ մենք ունենք 44 օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույց։ Այ դա է իրական Epstein-ի ֆայլը, որտեղ բոլոր հանցագործների անունը կա, հանցագործությունները կա, եւ դա թաքուն են պահում մեզանից։ Եվ եթե Փաշինյան Նիկոլը հանկարծ ընտրվեց, մենք կարող այդ ֆայլերի մասին տենց չիմանանք։ Միջև մի օր կունենանք իրական պետություն, որ կբացի հանցագործությունների ցանկը, ու հանրապետությունում 30% քվեարկեց, որ այդ հանցագործությունների մասին երբեք չիմանա։ Բա որ ասում նախ իրեք։ Բա մարդու երախոն տանեն, սպանեն, ինքը չունենա, չուզենա իմանա ով է տարել։
Կամ քո երեխուն չեն սպանել, արա, հարևանի երեխուն, բարեկամի երեխուն են սպանել, քո ազգակիցն է, քո այլնակիցն է։ Բա դուք նախիվ չեք ինչ եք։ Բաքվին հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչով օրինագիծ են պատրաստում կոնգրեսում։ Դեմոկրատ Բրեդ Շերման։ Չգիտեմ, սա ինչքանով ինչ օգուտ կտա, բայց հիշեցնելու կարգով, որ ամեն ինչ ազատված չի, որովհետև մարդիկ սրան են սպասում։ Այս լինելուց հետո, որը մեծ հավանականություն որ լինելու է, շատ բան է փոխվելու, սրանից հետո ձեռի գնալու են շատ-շատերը, ձեռքի, սենց դոմինոն է, ոնց ասես քանդվում է, սենց երևը, ձեռքով գնալու են։ Իսկ մեր նման մարդկանց գործն է ամեն ինչ անել, որ դա շուտ լինի, ինչքան հնարավոր է շուտ։ Իսկ BBC-ն գրում է, որ այս ամեն ինչում Դոնալդ Թրամփը կորցրել է արդեն իրեն բոլոր կոնտրոլի ձևերը։ Կորցրել է։ Իսկ այս կորցնելը ապահովելու է իր կործանումը, այս նախորդ նկարի իրականացումը։ Նույնիսկ արդեն BBC-ն չի կարող չխոսա սրա մասին։ Այո, կորցրել է։ Այսօր առաքչին են արտգործնախարարի Իրանի հարցնում Թրամփի հենց առաջարկը ուժի մեջ է։ Դուք պետք է հանձնվեք եւ կդադարի պատերազմը։ Առաքչին մեղմ ժպտաց, ասեց գիտեք ինչ։ 1 տարի առաջ ենք մենք դա լսել, բայց 12 օր հետո ինքը նույն ոգևորվածությամբ ու համոզմունքով խնդրում էր, որ մենք դադարենք ռմբակոծել Թել Ավիվը։ Պսպելեց։ Կապրենք կտեսնենք ասեց։ Ես սպասում եմ, որ կասի, ես էլ իրեն եմ առաջարկում, որ հանձնվի, բայց չասեց, շատ զուսպ գտնվեց, ասեց 1 տարի առաջ էլ էր նույն բանն ասում, բայց հետո 12 օր հետո նույն վստահությամբ խնդրում էր, որ մենք դադարենք ռմբակոծել Թել Ավիվը։ Վերադառնանք Հայաստան, տեսնենք մեր ընկերների տրամադրությունը։ Գոհ եք ընտրությունների արդյունքներից։ Ոչ։ Ինչու։ Պարզ չի ինչու։ Ոչ։ Ինչու։ Որտեվ քիչ է սխալ է հաշվարկվել։ Այսինքն դες ընտրությունը արդար չի անցել։ Հա։ Սկզբում հայտարարվեց, որ այսքան է, հետո հայտարարվեց պակաս է, սենց էլի։ Իսկ դες ընդդիմությունը պետք է մանդատները վերցնի, թե ոչ։ Դե չգիտեմ, մենք քաղաքականությունից հեռու մարդիկ ենք։ Հա, բոլոր դեպքում այդքան էլ արդար չի եղել։ Օրինակ ինչն էր անարդար։ Դե չգիտեմ։ Կեղծվել են ընտրությունները։ Դե եղել են, բնականաբար կեղծիքներ եղել են, ինչպես միշտ։ Ոչ։ Ինչու։ Ոչ, հիմա գուստացած։ Ձեզ արդար է անցել ընտրությունը։ Нет։ Ոչ։ Ինչու։ Որովհետև արդար չի եղել ու սա սարկած է։ Ինչու։ Չեմ կարող ասում։ Ոչ։ Ինչու։ Ինձ թվում է շատ անարդար բաներ եղավ։ Օրինակ ինչն է անարդար։ Դե արդեն նաև ասում են հերոստացույցով, իմ ասելով չէ, դուք ձեզ կեղծվել են ընտրությունը։ Դե դա կեղծել է համարվում, ասեմ կեղծել են։ Չէ։ Ինչու։ Չգիտեմ, որ վիճակը շատ վատ եմ ապրում։ Ձեր վիճակն է վատ, թե երկրի ինքան։ Երկրին էլ է վատ, իմ վիճակը շատ վատ է։ Տղաս մահացած, ամուսինս նոր է մահացել, 4 երեխան դժվար են պահում, նպաստից կտրել են, ինչից գողը լինեմ։ Մի թոշակով պահում եմ 4 երեխա։ Ցավը տանեմ, ինչից գողը լինեմ։ Դժգոհ եմ։ Ինչու։ Պետք է պեն շատ հավաքեր։ Ավելի շատ։ Այո։ Ձեզ ընտրությունները արդար են անցել։ Իհարկե։ Արդար որն է, մեռան կաշառք բաժանելով, այդ արդեն արդարություն չի, բայց ամեն դեպքում քվեարկելու Սա հիմա ցուցմունք է տալի ԿՊ-ի վրա։ Որտեղ եթե երկրում հանցագործություն կա, կաշառք են բաժանում ու չեն պատժվել, ուրեմն նշանակում է իշխանությունը հանցագործ է։ Բա ո՞նց է լինում նախրի անդամը։ Իրենք խոսում են առանց հասկանալու, որ ասում են, հանցագործը
ազատության մեջ է, չգիտեմ, էական չի ումի նկատի ունեն, չեն հասկանում, որ դրանով ասում են, որ հանցագործը նաև իշխանությունը ով թողել է հանցագործին ազատության մեջ, եթե իհարկե հանցագործը։ Ժամանակ արդարություն կար, հա։ Իսկ ընդդիմությունը պետք է մանդատները վերցնի, թե ոչ։ Խորհրդարան պետք է գնա։ Դրանից ոչինչ չփոխվի, գնայել, չգնայել։ Խնդրում եմ, ով ճանաչեց այն համույթի անդամներից մեկին, գրեք, ինձ հետաքրքիր է ով է ինքը։ Եվ միանգամից կբացահայտենք իր խոսալու մոտիվացիան։ Բան չփոխվի։ Այո։ Ոչ։ Ինչու։ Չգիտեմ, 5 տարի դեպոտ են արել, եկել եմ Փաշյանի մար, ինչի մար գոբձելն եմ։ Այսինքն Ռուսաստանից դեպոտ են արել 5 տարով։ Այո։ Դուք գողեք։ Ես Անչափ։ Ինչու։ Որովհետև ես չեմ ընտրել որևէ մեկին։ Ոչ այնքան։ Ինչու։ Որովհետև իրար դեմ պայքարում են, չես հասկանում որն է, որը որանց էլի։ Անորոշ վիճակի համար են դժգոհ, անորոշ։ Հավես, վերջինը, սան ուզում ձեզ ցույց տամ։ Ների արդյունքները ձեր արդարացրեցին ձեր սպասելիքները։ Հիմա որը ասեմ, որը թողեմ, որը ասեմ, այս 24-7 տանջանքի մեջ։ Մի հատ բան, որովհետև այս ամբողջը պատմելը անհնարին է։ Շատ վատ է։ Եվ եթե հիմա ընդդիմությունը չուտի այդ մանդատները, իմ կարծիքով, ուղղակի վերցնի ու գնա ու բոքսի տանձիկ աշխատի կառավարությունում, արդեն վերջացել են։ Այսինքն ընտրությունների արդյունքները շատ ինչ է կարծում, այն տեսակետները, որ կեղծված են։ Նայեք, թող կեղծեին, ենթադրենք 10% դիցուկ, թող կեղծեին 20% դիցուկ, բայց ես ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ունենար 10 ձայն իր ընտանիքի անդամներից եւ իր խմբակից ու այդքանը պետքա լիներ իմ ենթադրությունը, իմ պատկերացումը, որ կարայի մտածեի այս ամենից հետո այսքան ձայն, ուրեմն ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, իսկապես կատարել է, ու իսկապես արդարացի պետքա ընդունել, որ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, որը սարսափելի է իմ համար կոնկրետ։ Այո, այդ 30% եթե գցենք, որ նույնիսկ իրան ձայնա տվել, ռեալ, թեկուզ 25, դա սոսկալի թիվ։ Սոսկալի թիվ է, այդքան տոկոս ունենալ թշնամի թիկունքում, կասկանում եք, այդքան թշնամի թիկունքում ունենալ, իսկ դրանք թշնամի են, առանց կասկածի։ Այն աստիճան, որ իր համար մեկ է, քո վաղ բաղոլը ինչ է լինելու, քո հետ երեք ինչ է եղել, նույնիսկ իր հետ ինչ է եղել։ Բայց ես միշտ այն կողմն եմ նայում, էլի։ Միշտ նայում ինչքան բաժակս ինչքան է լիք։ Իմ բաժակը 70% լիքն է։ Նշանակում է իմաստ ունի կռիվ տալ, ու մենք կռիվ ենք տալու։ Ճիշտ աշխատելու դեպքում մենք կարող ենք շտկել իրավիճակը։ Ճիշտ աշխատանքը որն է, պետք է ձևերը փորձենք գտնենք բոլոր ձևերը, բոլորը։ Այն ինչ որ արդեն գիտենք, այն ինչ որ պետք է ուսումնասիրենք, այն ինչ որ պետք է վերանայենք, բայց մի բան պետք է անենք իրար հետ խելքի տալով։ Հաշվի առնելով բոլոր թերություններն ու սխալները մինչև այսօր, որ ընդդիմություն կոչվածը ունել եւ իրականացնում։ Այսօր։ Ես անով էլ ուզում եզրափակեմ մինչև վաղը, հուսով եմ վաղը մենք ավելի լավ նորություններ կունենանք։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։